Ուրեմն հնդիկների համար Երևանյան տրանսպորտը դարձել է անվճար 80% կամ 90% հնդիկները չեն վճարում ավտոբուսից օգտվելուց ուրեմն պատմեմ մի հատ sense մի բան տեղ ունեցավ ուրեմն 6 հնդիկ հետևիտով նստեցին ավտոբուսը ուրեմն իրանց քարտերով դրդրացրեցին բան տենց իբր չի ստացվում այդ 6 հոգուց միայն մեկը վճարեց հետևում նստած մի հատ երիտասարդ հայ երիտասարդ ասաց եկեք ստեղ մի հատ բոլորդ կանչեց ասաց ինչի համար չեք վճարում հենց հիմա բոլորդ վճարում եք կամ իջնում եք ավտոբուսից եկան ինձ գումար առաջարկեցին բան իրանց լեզվով դե գիտեն մեզանից շատ լավ գիտեն որ վաղորդները գումար չեն վերցնում ես իհարկե մերժեցի ուրեմն ասացի այդ գումարը տվեք ձեր ընկերոջը թող ձեր փոխարեն վճարի մի խոսքով շատ արագ ինձ ստացվեց որ իրանք տելս են վալետնել ունեն օգտագործելու ձևն էլ գիտեն մի խոսքով բոլորը վճարեցին իրանց տիպեց այդ երիտասարդը որ ինքն էլ ուղևոր էր նստած էր ավտոբուսի մեջ հիմա գիտեք ինչի համար եմ սա պատմում Հիմա տեսեք, այդ մի հնդիկը, որ չի վճարում տրանսպորտի համար, ավտոբուսի այդ 150 դրամը, գողանում է իմ 2 երեխաները, որ գնում են պարտեզ, իրանց դեմից հավկիթները գողանում է։ Եկեք սենց օրինակ եմ բերում, որ բոլորից պարզ լինի։ Այդ 150 դրամը, այդ 2 հավկիթն է, որ իմ երեխաներից գողացավ հնդիկը։ Այդ որ 150 դրամը չի վճարում, Այդ ծերանոցում ապրող տատիկ պապիկների դեմից իրանց հասանելի կոնֆետներն է գողանում։ Կամ մի հատ ուրիշ էլի օրինակ բերեմ 7.62-39 տրամաչափի փամփուշտը հենց այդքան արժի մոտավոր։ Պատկերացրեք չվճարելով այդ ամեն մի հնդիկը նա փամփուշտ է գողանում զինվորի մոտից, սենց պատկերացնենք։ Եթե դա անեն մեր ուսանողները, մեր տատիկ պապիկները, չգիտեմ, կամ մեր հայ ժողովուրդը, որ դե հիմա չունի կամ չգիտես ինչն է պատճառը, չի ուզում վճարի, ինչ որ հասկանալի է։ Ես չեմ խոսում, ոչ մեկին բան չեմ ասում։ Բայց եթե հնդիկը եկել է իր Հնդկաստանից, չքա որ չգիտեմ, ես ինչ մի գյուղից, եկել է Հայաստանում գործակիցի աշխատում է, ապրում է, ու ստեղից էլ գումար է արտահանում դեպի իրանց գյուղը, իրանց չգիտեմ որտեղ որ ապրում են, իրանց տնեցիներն են ապրում Հայաստանի հաշվին, իհարկե ինքն է աշխատում, բայց ամեն դեպքում նա պարտավոր է ստեղ սնունդի համար էլ վճարի, կեցության համար էլ վճարի, իր ապրուստի համար ինչ վերաբերում է իր անհրաժեշտությունների համար, նաև տրանսպորտի համար էլ պետք է վճարի։ Ժողովուրդ Հիմա եթե մենք չհասկենք, վարորդը մենակ չի կարա, վարորդը իր պարտավորությունը անվտանգ իր ժողովրդին հասցնի իրանց կանգառները, իրանց ուզած տեղերը։ Հիմա այդ տղեն ինչքան լավ բան արեց, չեմ ճանաչում այդ տղուն, ուղղակի ինքան հիշողությանս մեջ տպավորվա, որ որոշել եմ կիսվեմ ձեր հետ, որ դուք էլ իմանաք, ինչքան լավ կլինի, որ մենք փոքր երկիր ենք, մեկս մեկի համարյա բոլորս ճանաչում ենք։ Եկեք մենք օգնենք։ Հիմա տեսեք, ունենք 800 ավտոբուս, ես հաշվարկել եմ, մոտավոր իմ ավտոբուսում մոտ օրեկան 45-ից 50 հնդիկ ամեն օր չի վճարում։ Այդ 4500-ից 5000 դրամ է կազմում ամեն օր։ Հիմա պատկերացրեք, օրվա հաշվարկով 5000 անգամ 800 Եվ այդ ամբողջ գումարը անգամ 30 ամսվա կտրված, սարսափելի գումար անում։ Ու այս գումարները, հնդիկները ուղղակի գողանում են քաղաքապետարանից։ Ճիշտ է, հասկանալի է, դժվարություն ունեն, օտար երկրում են իրանք, բան, մեր համար էս մերն է, իրանց համար օտար երկիր է, դժվարություններ, բան, բայց որտեղ է սրա ճիշտ է, եթե պետքա մենք նայենք ու ասենք դե լավ, ոչինչ թող անցնի գնա։ Եթե համաձայն եք իմ հետ,
կարող եք գրել մեկնաբանություններում ու եկեք մեկս մեկի օգնենք։ Այս գումարը, որ գնում է քաղաքապետարան, գնում է մանկապարտեզներ, գնում է, չգիտեմ, ծերանոցներ ու ամեն տեսակի շատ անհրաժեշտ բաների վրա է ծախսվում։ Եկեք մեկս մեկի օգնենք, այս հարցը կարգավորենք, հարգելի ընկերներ, հարգելի երևանցիներ։ Ստեսություն ձեզ։